Բարի լույս ձեր բոլորին, բոլորս բարի եկած ենք Աստծո տունը այս օրվան մեջ, որ Տերը մեզի շնորհեց դարձյալ կողքովի հավաքվելու, իր տանը մեջ իր խոսքին առջև գնալու, մեզի արիթը տվավ այս երգերը երգելու, զինք պարապանելու, որովհետև մեր Տեր Աստվածը արժանի է, ամեն փառքի եւ ամեն բադիվի արժանի է։ Անոր համար որքան կարևոր է որ մենք երախտաբար դլանք իրեն, այս կյանքը որ գաբրինք, որ ժամանակավոր է, չենք գիտեր երբ պիտի մեկնենք, բայց ամեն մեկ վարյան արիթը օգտագործենք իր փառքին համար ապրելու եւ բադիվ բերելու։ Աստված մեզի երկու ականջներ տված է, որովհետեւ լսենք։ Եվ եթե չի լսենք, կամ քիչ լսենք, նեղություն կզգանք։ Շատերս բժշկի երթանք, կամ տեղարան երթանք, մեր ականջները մաքրել կուտանք, որովհետեւ լավ լսենք։ Ամեն օր ցայներ կլսենք, զանազան դեղերը։ Հիմա որ ես կխոսեմ, իմ ցայնս կլսեք։ Մեր ցայները լսելու զանազան աղբյուրներ կան։ Լուրերեն ցայներ կլսենք, ընկերային ցանցերեն ցայներ կլսենք, հեռադեսիլեն ցայներ կլսենք, բարեկամները ցայներ կլսենք, դունի մեջ անդամներ իրարու հետ կխոսակցենք, ցայներ կլսենք։ Ուր որ դառնանք, ցայն կա, լսվելիք ցայն կա։ Գարկմը ցայներ ալկան, որ ականջով չեն լսվիր։ Քու հոգիտ, ներքին հոգիտ գլսե։ Գարկմը վախեր ունիս, որ քեզի կխոսին, եւ դու ներքին գլսես, ըսկացումներդ քեզի կխոսին։ Ուրիշ մեկը չի լսեր, քու ականջները դալ չեն լսեր, բայց դու ներքին գլսես քու ըսկացումներուդ, ցանկություններդ քեզի կխոսին։ Անոնսալ գլսես։ Մենք արդու որ գարտնանք, մինչև իրգուն որ գքնանանք, գլսենք։ Հիմա ես կմտածեի որ երբ գքնանանք երազ գտեսնենք, երազի մեջ ալ գլսենք։ Անոր համար ելնենք եւ մեր երազները կբատմենք, այն ինչ որ լսեցինք, ուրիշին կհաղորդենք։ Ուրեմն նույնիսկ մեր քնացած ադենալ գլսենք, գսիրենք լսել։ Շատերուս համար լրությունը խնդիր է։ Շատերուս համար քիչ լսելը ուրախություն է։ Շատերս գսիրեն լուր մնալ, շատ բան չի լսել։ Ուրեմն գլսենք կամ ոչ, հարցը այն է, որ ինչ գլսենք։ Բայց ասկի ավելի կարևոր հարցում մնալ գա։ Երկու հարցումներում մասնաբիրի խորհրդածենք այսօր։ Ինչ կլսենք եւ մեր լսածը ինչպես կլսենք։ Այս երկու հարցումները շատ կարևոր են։ Ինչ որ գարտացվեցավ մեզի քիչ առաջ Պողոս Արաքյալի կողմէ գրված Հռոմեացիներու նամակի մեջ այսպես ավարտվեցավ։ Վասնզի հավատքը լսելն է։ Եվ լսելը Աստուծո խոսքեն։ Մեզի կսորվեցնե Պողոս Արաքյալ, որ հավատքը գծնի լսելով։ Այսօրվա մեր նյութը այս է։ Հավատքը գծնի լսելով։ Արաքյալը մեզի կսորվեցնե որ ինչպես լսելով գծնի այս հավատքը։ Եվ Աստված ինչպես այդ լսված խոսքը մեր հոգին մեջ գսկսի կործածել, որովհետեւ մենք կարողանանք մեր լսածը հավատքի վերածել։ Արի թե մեզի, որ մենք մեր անձերը քննենք, թե որքան ճշմարտաբես գլսենք Աստուծո ցայնը։
Բողոս Արաքյալ այս իր կրած նամակին այս բաժնին մեջ իր սրտի ցավը կբաժնեցի եւ գսե ինչքան լավ դիլար, որ իմ ժողովուրդը սալ հավատար, լսեր եւ բադասխաներ Աստծո, բայց այդպես չեղավ, անոնք թեև լսեցին, բայց մերժեցին, թեպետև ունեին բոլոր առանձնաշնորհումը, ունեին օրենքը, մարգարեները, խոստումները եւ ինչ որ պետք կար հավատալու Աստված իրենց տված էր, բայց եւ այնպես չի հավատացին։ Ուրեմն գուքանք մեր քիչ առաջվա հարցումին, որքան որ կարևոր է ինչ լսելը, այդքան կարևոր է ինչպես լսելը։ Բողոս Արաքյալ գավելցնե իր խոսքին մեջ եւ գսե, քանզի ով որ դերոջը անունը գգանչե, պիտի փրկվի։ Մարդ ինչպես կարող է գանչել, նախ լսելով, հավատալով եւ ետքը գանչելով։ Եվ Բողոս Արաքյալ շարք մը գտնե, որ ինչպես կրնանք հավատալ, եթե գսե մեկը պիտի գանչե, պետք է որ հավատա։ Մեկը որ պիտի հավատա, պետք է որ նախ լսե։ Որովհետեւ լսե, մեկը գա որ պետք է քարոզե։ Որովհետեւ մեկը քարոզե, մեկը գա որ պետք է ղրգվի։ Եվ այսպես շարք մը գտնե, որովհետեւ մարդ արարած կարողանա հասնել Աստուծո տված փրկության։ Երբ Բողոս Արաքյալ գսեր հավատքը լսել ենք ուքա, այդ չի նշանակեր, որ միայն ֆիզիկական լսել են։ Հիսուսի օրերում շատեր լսեցին, ճիշտ աղբյուրեն լսեցին, Հիսուսի փերնեն լսեցին, բայց մեծամասնությունը չի հավատացին։ Ինչու? Որովհետև ագանչով լսելը դարբեր բան է, սիրտով լսելը ուրիշ բան է։ Մենք հայերս կսենք, մեկ ագանչեն գմտնե, մյուս ագանչեն գելլե։ Ասի կնշանակե, որ միայն մենք ֆիզիկական ագանչներով կլսենք։ Բայց երբ որ խոսքը, ցայնը մեր ագանչներեն գմտնե, մեր մտքին գերտա եւ յետքը մեր մտքեն սրդին գերտա, այն ժամանակ է որ հավատքը գծնի։ Թե ոչ իրական է սեր մեր ագանչեն գմտնե, մյուս ագանչեն գելլե։ Ուրեմն այդ բադասխանադուն, որ լսված խոսքը միտքիդ մեջ գերտա եւ յետքը սրդիդ մեջ, անիգա ընողը թունես, անիգա ընողը ես եմ։ Մենք ենք որ գթուլադրենք, որ լսված խոսքը սրդին մեջ երտա։ Եթե մենք չորոշենք, եթե մենք չաշխատենք, եթե մենք չփածվենք, լսված խոսքը շոկի պես է, գերտա։ Եվ կարծես թե փանմը չի լսեցիր։ Երբ օրը Հիսուսի հարցուց անցմը եւ ասավ ինչ ամենամեծ բադվիրանը եւ դերը ասավ քու դեր Աստվածդ բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ ու բոլոր զորությունովդ սիրե։ Մեր դերը միայն չեր բադվիրեր որ միայն ագանչով այս խոսքը լսելու մասին, այլ գբադվիրեր որ հնազանդության մասին։ Ուրեմն լսելը պետք է պատճառ դառնա հնազանդության։ Եթե միայն գլսենք եւ գլսենք, եւ մինչև վերջ գլսենք, եւ մեր գիտակցությունը, մեր knowledge-ը գավերցնենք, դեռ չենք կրնար հասնել։ Մեր լսածը հնազանդության պետք է փոխվի։ Շատ անգամներ մեր դունին մեջ, մեր զավակներուն հետ օրինակի համար,
Փամը գսենք, որ գադարեն եւ գսպասենք, որ գադարեն։ Երկրորդ անգամ գսենք, պատասխանը ուկա լսեցի։ Լավ, մենք ալ կպատասխանենք, լավ, ինչու չես կատարեր։ Լսելով չէ խնդիրը, այլ լսածդ կատարելով։ Ուրեմն Աստծո նպատակը այն է, որ երբ Աստված կխոսի, որդուն կատարես քու լսածդ։ Սա իրականություն է հոգևոր կյանքի մեջ։ Կատարելը սրտի պատասխան է։ Ճշմարիտ լսելը ինչպես կուկա։ Ճշմարիտ լսելը եւ կատարելը թշնամի ունի։ Գիտեք անունը ինչ է այս թշնամին։ Հբարդություն։ Հբարդությունը արգելք է, որդուն լսածդ չընդունիս։ Քու եսդ, քու հբարդությունդ, քու իգոտ արգելք կգենա, որ Աստված ինչ որ գխոսի քեզի, անիկա կյանքի եւ գործի չվերածես։ Հակոբոս Սարակյալ գսե, ուստի ամեն աղդեղություն ու չարություն մեկթի ցկելով, հեզությամբ ընդունեցեք ծեր մեջ սերմանված խոսքը, որ գրնա ծեր հոգիները փրկել։ Ուրեմն ինչպես ընդունել, հեզությամբ ընդունել։ Խոսքը, լսված խոսքը խոնարհությամբ եւ հեզությամբ ընդունել։ Միայն խոնարհությամբ է, որ Աստուծո ճշմարտությունը գմտնե քու կյանքիդ մեջ։ Քու ագանչներդ կերտա քու մտքիդ եւ քու մտքիդ կերտա քու սրդիդ եւ քու սրդեդ հավատ կծնի եւ այդ հավատքը կորձի գսկսի։ Հբարտ մարդը գսե ես գիտեմ։ Մեկը թող չի սորվեցնե ինձ։ Կամ հբարտ մարդը գսե ես այսօր համաձայն չեմ։ Հագարակ կգենամ։ Կամ հբարտ մարդը գսե ասիա ինձի համար չէ։ Ասի ուրիշին համար է։ Քարոզմա մտիկ կնենք եւ գսենք որ լավ մտիկ տոն է։ Ինքը լավ տոն մտիկ տոն է։ Ասի ինձի համար չէ, իրեն համար է։ Նայ ինչպես իրեն համար կկարոզվի գոր։ Բայց խոնար մարդը ինչ կսե, ով դեր։ Սորվեցուր ինձի։ Փոխե ինձի։ Սրբակրե ինձի։ Առաջնորդե ինձի։ Խոնար մարդը լսված խոսքը ինքն իրեն գարնե եւ ոչ թե ուրիշին համար գարնե։ Շատերս կսենք Երանի այսօր ադիգա ներգա ալլար, ինչապ օգտակար բիդելլար իրեն այս քարոզը, իրեն համար է ասի։ Բայց եկեք խոնարը լանք, լսված խոսքը մենք մեզի արնինք, մեզի համար է, թերևս ուրիշին համար է ալ, բայց առաջ մեզի համար է լսված խոսքը։ Հբարտ մարդը միշտ ուսումնասիր է Աստծո խոսքը, բայց խոնար մարդը թույլ գուդա, որ Աստուծո խոսքը իրեն ուսումնասիր է։ Հիշեցեք փոքր Սամուելը խոսե դեր վասն զիկուր զարատ մդիկ կնե։ Աստված այդպես խոնար սիրտ գուզե, մանուկի հոգի գուզե, որովհետեւ խոսի, որովհետև անոնք են, որոնք Աստծո ծառաներն են եւ մտիկ կնեն Աստծո խոսքին։ Այո, հավատքը լսել ենք ուքա, բայց կարևոր է ինչ կլսենք եւ կարևոր է ինչ որ կլսենք, ինչպես կլսենք։ Շատ ցայներ կգնանք լսել, բայց միայն Աստուծո ցայնն է, որ մեզի հավատ կուտա։ Շատ ցայներ կան մեր շուրջը այսօր։ Ձեր հերացայները բացեք, տեսակավոր ցայներ պիտի լսեք։ Հերադեսիլը բացեք, տեսակավոր ցայներ կան, տեսակավոր կաղապարներ կան, բայց մեկ ցայն կա,
որ քեզի քու մեջդ հավատ կծնանի եւ անյալ Աստուծո ցայնն է եւ այդ ցայնը պետք է որ ընդունիս խոնարհությամբ հեզությամբ փած սրտով որովհետեւ հավատ կծնի քու մեջդ ինչպես կրնանք ճշմարտապես լսել Աստծո ցայնը Աստծո խոսքը միջոցներ կան ինչպես քարոզչությունը ինչպես գիրագիները գուքանք եւ քարոզմտիկ կնենք կամ Facebook-ի վրա կհետևինք կամ շաբթվա ընթացքին աշխատած ադեննիս դունը ջաշ եփած ադեննիս մաքրություն հրած ադեննիս մարզան կրած ադեննիս քարոզմտիկ կնենք Աստծո խոսքը կլսենք միջոց մնե որ այնտեղ սորվինք երբ Աստծո խոսքը կգարտանք երբ կմտածենք երբ սուբտիքի սեզողություն կմասնակցենք կամ պետք է որ մասնակցենք երբ կպաշտենք երբ գերքենք հոգևոր երգեր Աստված կխոսի երբ կյանքի մեջ դժվարություններ կդիմակրավենք երբ նեղություններ կան մեր կյանքի մեջ Աստված իր ցայնը գուտա մեզի երբ կչարչարվենք երբ կհալածվենք Աստված կխոսի իր ցայնը գուտա մեզի Հիսուս շատ կարևոր խոսք մսավ ուստի նայեցեք թե ինչպես գլսեք ուստի նայեցեք թե ինչպես գլսեք քանզի ով որ ունի անոր պիտի դրվի եւ ով որ չունի այնալ որ ինքը կգարձե թե ունի անալ անգե պիտի առնվի որքան ծանր խոսք է բայց որքան իրական եւ ճշմարիտ խոսք է նայեցեք թե ինչպես կլսեք ուրեմն ոչ թե կարևոր է որ ինչ կլսենք այլ կարևոր է որ ինչպես կլսենք երեք կարևոր կետեր կան որ ինչպես կարելի է ճշմարտապես լսել առաջինը ուշադրությամբ լսել Աստված ինչ որ գխոսի ուշադրությամբ լսել գեցոնանալով լսել Եղած է որ փամը լսած եք եւ միտքերնիդ ուրիշ տեղ եղած է Թասալանը շատ կպատահի աշակերտներու հետ ուսուցիչը թաս կբացատրե բայց աշակերտին միտքը ուրիշ տեղ է Բաշտամուքի ադենալ նույնը կպատահի Քարոզողը կքարոզե բայց միտքերնից ուրիշ տեղ գլա Վաղը ինչ ճաշ պիտի եփեմ, այսինչ կորձս ինչպես պիտի անեմ, երեք շաբթի բժշկի հետ ժամադրություն ունիմ, եւ այլն, գլսենք, բայց միտքերնից ուրիշ տեղ գլա։ Առաջին գեդրը, գեցոնանանք, ուշադրությամբ լսենք, Աստված արժանի է մեր ամբողջ ուշադրության։ Աստված Եվ իր խոսքը փաշին մչե մեր բոլոր մտածումներուն մեջ։ Աստված եւ իր խոսքը գետրոնն է, որ մեր ուշադրությունը հոն պետք է որ լա։ Երկրորդ կետ լսել խոնարհությամբ, ինչպես ասիքի ճարաչ։ Մենք պատրաստ պետք է ըլլանք սորվելու։ Պատրաստ պետք է ըլլանք սրբակրվելու մեր սխալ ընթացքի մեջ պատրաստ պետք է ըլլանք աճելու եւ մեծնալու եւ այս բոլորը խոնարհություն գուզեն հբարդությամբ չես կնար սորվիլ հբարդությամբ չես կնար մեծնալ հբարդությամբ չես կնար սրբակրվել այս բոլորը խոնարհություն գուզեն ուրեմն առաջինը ուշադրությամբ գետրոնանալով երկրորդը խոնարհությամբ իսկ երրորդը հնազանդությամբ
հնազանդելով։ Նայեցեք ինչ կսե Հակոբոս Արաքյալ, խոսքը կատարեցեք, միայն մի լսեք ինքզինքնիդ խաբելով։ Ինքզինքնիդ խաբելով։ Եթե միայն լսեցիր Աստուծո ցայնը, եթե միայն լսեցիր Աստուծո խոսքը եւ ատկի անտին չի կացիր, Աստծո խոսքը քեզի գսե որ տուն ինքզինքդ գխաբես։ Եվ որքան խղճալի է, երբ որ տուն ինքզինքդ խաբած լաս։ Եվ նայեցեք ինչպես կավերցնե Հակոբոս Արաքյալը ասելով, վասնզի եթե մեկը միայն լսե խոսքը ու չի կատարի, գնմանի մարդումը, որ հայրի մեջ աչքերը դնգած իր փնական երեսը գտիդե։ Հիմա մենք այսօր եկեղեցի եկանք, այստեղ են բոլորը շատ գեղեցիկ կերևիկ, հատկված, շտկված, մազերնից ծանրած, մաքուր եւ գեղեցիկ կերևիկ։ Մեկը գա որ հայրի ինչի նայեցավ, բոլորս հայրին նայեցանք։ Ինչու համար նայեցանք հայրին, որպեսզի տեսնենք, որ անոնք, որոնք այսօր մեզի տեսնեն, ինչպես պիտի տեսնեն, ինչ պիտի երևնանք մենք, ինչպես պիտի երևնանք։ Անորոշ հայրին նայեցանք, մազերնից ցանտրեցինք, դղամարդիկը ածիլվեցան, հակվեցանք, գոջակները ճիշտ կապեցինք, ճիշտ դրինք, օծիկնից շտկեցինք, հայրին նայեցանք։ Եթե հայրին չնայեինք, դժվարություն պիտի ունենայինք այս բոլորը լավ ընելու։ Աստծո խոսքը նույնն է, հայրի մն է։ Երևակայ է որ տուն այսօր արտնցար, քացիր հայրին արջև գեցար, տուն քեզի նայեցար եւ այդպես եկեղեցի եկար։ Ինչ փոխվեցավ։ Ոչինչ։ Բայց երբ որ հայրին նայեցար, դեսալ քու վիճակդ եւ սկսալ աշխատել քու վիճակիդ վրա, փոխվեցար, քեղեցկացար եւ եկեղեցի եկար։ Աստծո խոսքին նայելը ճիշտ նույնն է։ Եվ որ Աստված գխոսի, գարձեք թե մենք հայրին արջև գեցած ենք։ Մեր վիճակը մեզի ցույց կտա։ Ուրեմն տուն քու վիճակը դիտելով ինչ պիտի անես։ Այդպես պիտի մնաս, թե պիտի աշխատես քո անձիդ վրա, որպեսզի փոխվես, քեղեցկանաս եւ այնպես Աստուծո առջև գանքնես։ Ուրեմն Աստծո ցայնը լսենք ուշադրությամբ, լսենք խոնարհությամբ եւ լսենք հնազանդությամբ։ Այս բոլորին վրա մտածել պետք է, աշխատել պետք է, որպեսզի արդյունքի հասնենք։ Հավատքը լսելն է։ Լսելը Աստծո խոսքեն։ Ինչ կլսես, ինչպես կլսես եւ լսելդ յետք ինչ կնես։ Ճշմարտապես լսելը ստանալ է, ենթակա դառնալ է, հնազանդիլ է։ Ուրեմն աշխատենք ճիշտ կերպով լսելու, ճիշտ կերպով ընդունելու, ճիշտ այն սերմին պես, որին գավ ճիշտ հողին մեջ եւ արդյունք տվավ։ Հարցնենք մենք մեզի. արդյոք ես խոնարհած եմ, արդյոք կհնազանդիմ, արդյոք ուշադրությամբ մտիկ կնեմ, ինչ որ կլսեմ, եւ այնպես կրնանք մենք փոխվել, այնպես կրնանք արդյունք տալ, այդպես կրնանք աճիլ եւ մեծնալ։ Եվ Աստված այս է որ գբահանչե մեզ մե։ Հավատքը լսելն է եւ լսելը Աստծո խոսքեն։ Եկեք մեր գլուխները խոնարհեցնենք։ Երկնավոր Հայր, շնորհակալ ենք քեզ մեր որդուն ճշմարիտ խոսքը ունիս, որ երբ որ գխոսիս, քո խոսքդ արդյունք կտա։ Բայց կաղոթենք ով դեր որ մեզի դաս այն սիրտը, այն ագանչները, որ ճիշտ բան լսենք, ճշմարտապես լսենք եւ կարողանանք դեր պատասխան տալ մեր լսածին։ Շնորհակալ ենք քեզ մեր ով դեր։ Այս շնորհքիդ համար որ գտապես մեր վրա,
Քու խոսքի շնորհքդ գտապես մեր վրա ով դեր։ Օգնե մեզ մեր բոլոր դժվարություններում մեջ եւ շնորհ տուր, որ խոնարհությամբ, ուշադրությամբ եւ հնազանդությամբ պատասխան տանք այն խոսքիդ, որ մեզի գսես։ Շնորհակալ ենք քեզ մի անգամ եւս։ Ամեն։